շատ մարդիկ, որ այսօր ուրիշներին կապում են, Նիկոլ Փաշինյանին կապում են ուրիշների հետ, այդ մարդիկ հրապարակային բազմաթիվ հարցազրույցներով աջակցել են եւ մեծ հույսեր են կապել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հեսա ուզում եմ ասել, որ ոչ մի բան պատմության էջերից չի կարող մաքրվել, ջնջվել, կան հայտարարություններ, կան բաներ, այսօր պետք չի Ռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել։ Այսօր մեր ընկերներից մեկը Վահե Հովհաննիսյանը չեշության, այսինքն էշի վիճակում չհայտնվելու այն ժամանակը չէր, որ պետք էր բանավեճ սկսել այդ էշին ով որտեղ է կապել եւ այլն կամ որտեղ է բերել։ Բոլորս ամեն ինչ գիտենք, շատ փոքր երկիր է։ Հակառակ պարագայում ինձ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ որոշակի հասարակական եւ քաղաքական խմբեր պաթոլոգիկ բարդույթ ունեն բոլոր կարգավիճակներում Սերժ Սարգսյանին մերժելու։ Անդրադառնամ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին նվիրած հոբելյանական նիստում նա բավական ծավալուն ելույթ ունեցավ եւ առանձին հատված ուղղված էր պատասխաներ բոլոր այն մեղադրանքներին, որ այս տարիների ընթացքում արվել է ՀՀԿ-ի եւ մասնավորապես իր դեմ հայտնի շրջանակների կողմից մեջբերեմ հեռուստադիտողի համար էլ խոսքը Սերժ Սարգսյանի։ Նա ասում է. «Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետեւյալը. սեփական սխալն ընդունելը, առավել եւս ուղղելը անշուշտ մեծ համարձակություն է պահանջում։ Շատ լավ հասկանում եք, որ 7 տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որի ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի էշի ճակատը։ Դա կարծես թեվավոր խոսք դարձավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք։ Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»։ Հիմա սրանից հետո սկսեցին էլի թիրախավորել հարձակումներ, միացան որ շրջանակներ, դուք եք բերել, այդ սրան ուզում եմ անդրադառնանք։ Ով է բերել Սերժ Սարգսյանն է բերել, հանրապետականն է բերել, ով է բերել Նիկոլ Փաշինյանը։ Չէ, գիտեք, այդ հարցը ինքնին արհեստական։ Նախ բոլոր մարդիկ, որ այդ հարցը առաջ են քաշում, մոռանում են, որ մի քանի տասնյակ հազար մարդիկ փողոցներում էին եւ թատերական ներկայացումը այդպես չի լինում։ Այդ հեղափոխությունը կամ պսևդո հեղափոխությունը ներքին եւ արտաքին մի շարք գործոնների համակցության հետևանք էր եւ անհեթեթ է ընդհանրապես ես չեմ համարում, որ երրորդ նախագահը կամ նրա թիմը մազոխիստ էին, որ իրենց դեմ ժողովուրդ նման բան կազմակերպեին, հա, դագաղների ինչ-որ այդ ոչ միայն այդքան ժողովուրդ հա։ Այո, ոչ մեկ մազոխիստ չի, ի վերջո եթե իշխանությունը պահելու ցանկություն լիներ, մարտի 1-ի օրինակը կար, հա, կարող էին այդ ձևով պահել։ Ասենք ոնց որ Ռոբերտ Քոչյանի նախագահության վերջում տեղի ունեցավ մարտի 1-ի, չէ, բոլորս ենք հիշում։ Դե հիմա էլ են ասում են թող Սերժ Սարգսյանը կրակեր։ Իսկ ինչի աներ։ Թող ասում են կրակեր։ Ի վերջո գիտեք ինչ է, ժողովուրդն է սխալվում, եթե ժողովրդի ինտուիցիոնը դա էր։ Եթե ժողովրդի ինտուիցիոնը դա էր։ Բայց թողենք արտաքին գործոնների ազդեցության տակ, այդ NGO-ների հայտնի տեղերից ֆինանսավորվող, վարվող քարոզչության, նաև բարձ ասենք, մի զգալի մասեր եկել էր, որտեղ իսկապես փոփոխություններ էին մարդիկ ուզում։ Եթե ժողովրդի ցանկությունը դա էր, ինչի կրակեր Սերժ Սարգսյանը, որպիսի հետո պատմության անեծքին արժանանար։ Բայց քաղաքացիական պատերազմ կլիներ։ Երկիրը կփախներ, հա, այսպես ասած, ողողը կփախներ, ոտքներ, ստակից մոռացել են ինչ վիճակի։ Երկու մարդու անկեղծության ես հավատում եմ։ Այդ հարցում երկուսին էլ կարծեմ անձնական շփումներում նույնիսկ այդ հարցը տվել եմ։ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրել եմ 98-ին, ինչի է հրաժարական տվել։ Ասել է քաղաքացիական պատերազմի վտանգ կար։ Սերժ Սարգսյանին էլ կարծեմ հարցրել եմ, էլի պատասխանել եմ նմանաբնույթ
պատասխանը տվել։ Հիմա եթե ոմանք կարծում են, որ պետության ղեկավարը պետք է իր աթոռը պահելու համար գնա քաղաքացիական պատերազմի իրարման, ուրեմն իրանք պետության քաղաքական հարաբերությունների մասին զրոյական պատկերացում ունեն։ Զրոյական պատկերացում ունեն։ Ընդհակառակը մարդը պիտի ունենա արժանապատիվ հեռանալու կամք, ցանկություն, նման մշակույթ։ Եթե հասարակությունը դա էր ուզում, այսինքն հիմա ինչ, իրենք ընդ որում մեղադրողներից գալի մասը ժամանակ եղել են հասարակության շարքերում։ Այո, անուն գիտենք, դեմքեր Բոլորին գիտենք, դե ասում են որևէ տեսանյութ հնարավոր չի անհետացնել, որևէ հարցազրույց։ Որոշները ասում են պատահական էինք հայտնվել այնտեղ։ Ու պատահական գովերքում էին հենց Նիկոլ Փաշինյանին, գովում էին նրա, խրախուսում էին նրա խիզախությունը։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Բոլորը գրեթե ասում էին, այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մասին իրանք Նիկոլ Փաշինյանին լավ չեն ճանաչում։ Բոլորը հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության արևի տակ իրանց տակուկ տեղը գտնելու են, հա, շոր փայ են ստանալու իշխանությունում, շոր տենց ակնկալիքներ ունեին, չիմանալով, չճանաչելով Նիկոլ Փաշինյանին, որ նա ուղղակի նրան անուն ազգանուններ պետք չեն, նրան ուսապարկել են պետք, իսկ քիչ թե շատ։ Դրա համար շատ արագ, հիշում եք սկզբում կոալիցիոն կառավարությունը այդ շատ արագ ֆիլտրեց, այդ բոլոր ինքը պարզա որ չէր էլ հանդուրժելու երկար ժամանակ։ Գիտեք, որևէ կերպ ամոթ չի, որպեսզի մարդիկ նախ համաժողովրդական շարժման մասնակցել ամոթ բան չի։ Մասնակցել եք։ Ամոթը այլ բան, որ հետո երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, ոմանք շատ երկար ժամանակ քծնանքի արշավը չեն դադարեցրել։ Այդ երկրորդ մասը բավականին տհաճ պատմություն է։ Թե չէ փոփոխություններ էր պետք երկրին, համաժողովրդական շարժում է եղել, ոչ մեկ էլ Նոստրադամուսը չէր, կամ այն քիչ մարկանց շարքին չէր դասվում, որ կանխատեսել, որ ազգային ողբերգության սկիզբ է դրվում։ Չնայած որևէ ռացիոնալ մարդ պիտի հասկանար, որ մեկ մարդուն մերժելու հիմքով չի կարող ռացիոնալ պրոցես տեղի ունենալ։ Այդ հեղափոխությունները, որոնք կառուցված են մեկ մարդուն մերժելու տրամաբանությամբ, իռացիոնալ կադրերի եւ գաղափարների սելեկցիա են դառնում։ Ընդհանրապես հեղափոխությունները, իսկ հատկապես նման կարգի հեղափոխությունը իռացիոնալ մարդկանց եւ գաղափարների սելեկցիա է։